անվտանգության տեղեկատվական նշանի։ Անվտանգության կանոնների իրազեկումից ու հրահանգավորումից են սովորաբար մեկնարկում այցերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս անգամ ընկերությունը հյուրընկալել էր Ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներին։ Նրանք ուշադիր լսեցին, ստացան արտահագուստը, արտաքին պաշտպանիչ միջոցներն ու ճանապարհվեցին դեպի բացհանք։ Ոգևորությունը մեծ էր, առաջին անգամ էին կոմբինատում։ Ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրությունից դպրոցականներն առանց աչք կտրելու եւ համակ ուշադրությամբ հետևեցին արտադրական գործընթացին։ Կոմբինատի մասին գիտեի այն, չէի պատկերացնում, որ այսպիսի գեղեցիկ կլինի։ Ամեն բան, տեխնիկան շատ գեղեցիկ է։ Ապագա լրագրող Ժաննան մասնագիտական խոշորացույցով է դիտարկում բացհանքի տարածքը, հանքարդյունաբերության մասին լրահոսում տեսածն ու կարդացածն է համադրում, համոզվում, պետք է սեփական աչքով տեսնել եւ ձևավորել կարծիք։ Որտեղ կա հնարավորություն գնալ, մասնակցել, ես միշտ փորձում եմ ընկերով Անիսյանի հետ, մեր տնօրենի հետ գնալ։ Մենք տեսանք այստեղ խնամված վիճակը, մեզ դա ներկայացրեցին, որովհետև հիմա սոցիալական դաշտը շատ է ու խոսողներն են շատ այսպես ասած, իրենց կարծիքը որ հայտնում են, ու եթե բոլորին հավատանք, շատ կարծրատիպեր կհավաքվի, դրա համար ավելի ճիշտ է ինքնուրույն դա ստուգել եւ հասկանալ, թե որ լրահոսին ենք հետևում։ Հաջորդ կանգառը հարստացուցիչ ֆաբրիկայում էր, այստեղ նրանց զարմացրին հսկա սարքավորումների աշխատանքը։ Տարածաշրջանում շատ արդիական է այս մասնագիտությունը եւ այստեղ այցելը տալիս է իր դրական կողմերը, որպեսզի աշակերտները կարողանան մասնագիտական կողմնորոշվել, ովքեր դեռ կողմնորոշում չունեն։ Ես ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեի, թե որտեղ եմ գալիս, բայց եկա ու տեսա, որ շատ հետաքրքիր էր, տարբեր սարքավորումներ կան, լավ էր։ Երեխաները ավագ դասարաններում անցնում են մասնագիտական կողմնորոշում, ու մենք ունենք այցեր տարբեր ձեռնարկություններ։ Գիտենք, որ սա ամենախոշոր ձեռնարկությունն է եւ մեր պետությանը շատ օգուտ է բերում։ Երեխաներին ամեն ինչը մանրամասն բացատրվում է։ Շատ գոհ եմ, երեխաները շատ բան կտանեն այստեղից, դպրոցի իրենց մյուս կրտսեր ընկերներին էլ դասընկերներին էլ կբացատրեն դա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Ազդակիր համայնքներին եւ Աճանանը բացառություն չէր։ Կոմբինատ կատարած այցից հետո ընկերության աշխատակիցներն ու դպրոցականները համատեղ ուժերով ծառատունք իրականացրին դպրոցի բակում։ Մի քանի տասնյակ տարբեր տեսակի ծառեր, թփեր եւ վարդեր տնկվեցին վերջերս հիմնանորոգված կրթօջախի տարածքում։ Խոստանում ենք, որ պիտի անպայման ջրենք ու մեծացնենք, որպեսզի հետո կարողանանք էլի մաքուր թթվածին ստանալ։ Մի քանի անգամ է բակում ծառ ենք տնկած։ Հաճելի է բան, ծառ տնկելը։ Ծառը թթվածին է տալիս, մենք էլի ենք տալիս ենք ասած ու գազ։ Միջոցառման նպատակն է հիմնականում, որպեսզի երեխաների մոտ արթնանա այդ պատասխանատվությունը եւ սերը, ինչի նաեւ ոչ բուսականության շրջակա միջավայրի հանդեպ։ Հիմնականում նա ընտրվել է մշտադալար տեսակներ, տույաներ, սամշիտներ, հայերեն տոսախ, ինչի նաև ոչ բարդիների տեսականի ենք բերել, կանադական բարդի, արծաթաբայր բարդի, ուռատերև բարդի, որոնք շատ իրանց վեգետացիայի շրջանում շատ գեղեցիկ են։ Իրանց պահանջում է ոռոգում եւ փխրեցում։ Դպրոցի բակից բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ վերջին ամիսներին կանաչապատում է իրականացվել նաև Աճանանի տարբեր հատվածներում։ Նախաձեռնությունը շարունակական կլինի, վստահեցնում են պատասխանատուները։ Հեյմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։